Սյունիքի կրակոցների հետ կապված դուք Երևանում եք, բայց մարզում մարդիկ անհանգստություն են։ Տեսեք, ես հետաքրքրվել եմ, կրակոցները այն կողմում է, մեր դիրքերի վրա։ Չէ, դե չէ, մի րոպե, ես հեռախոսազանգ եմ ունեցել, ես խոսել եմ մարդկանց հետ, ասում են ուղղակի կրակոցներ եք լսում, բայց դա մեր սահմանի ուղղությամբ չէ։ Բայց մարդիկ լսում են, վախի մեջ ապրում են, լսում են, հասկանում եմ, նույն բանը ես եմ ասում, դրա համար հետաքրքրվել եմ, հիմա հարցրել եմ նաև ՊՆ-ից, քանի որ այնտեղ կանգնած է նաև մեր զորքերը, այդպիսի խնդիր չկա, հասկանում եք, չեն կրակում մեր ուղղությամբ, կրակոցներ լսվում են, դե հասկանում եմ, հիմա երբ որ դա ինչ-որ բան ենթադրում է, չէ՞, այսինքն կրակում են, եթե մեր սահմանուղությամբ լսելի են, ինչի են նախապատրաստվում, ինչի են։ Այնտեղ կուտակումներ չկան, ես դա միանշանակ կարող եմ ասել, հիմա երբ որ կավարտվեն, ես 3 օրից հետո գնալու եմ նորից, ես ինքս կգնամ ու կճշտեմ, թե ինչա տեղի ունենում։ Գնալու եք տեսնեք։ Գնում եմ հաճախակի, միշտ չէ որ պարտադիր չէ որ դրա մասին ասվի, բայց քանի որ ես էլ եմ ընթերցել եւ ինչ եթե չեմ սխալվում նաեւ գյուղապետն է ասել, Գյուղապետի ըստ էության բոլորը պաշտոնատար անձիկ խուսափել են որևէ գնահատական տա, բայց մարդիկ ահասարսուրով նկարում են։ Ինչու՞ չեք գնում քաղաքացիների կողքին կանգնել, տեսնել ինչու։ Մի րոպե, եթե մենք չենք ասում, դա չի նշանակում, որ մենք չենք գնում։ Մենք գնում ենք պարտադիր չէ հրապարակավ ամեն ինչի մասին ասվի, որովհետև դա նաև անվտանգային հարց է, բայց մենք գնում ենք, հատկապես Սյունիքի պատգամավորները, գնում ենք մարդկանց հետ խոսում ենք, հիմա նիստերը կավարտվեն, 3 օրից հետո, որտեղ ունեմ էլի մի հատ աշխատանք ունեն կատարելու, 3 օրից հետո գնալու եմ, կճշտեմ։ Դա սահմանից ավելի կարևոր է մեր երկրի հայրենիքի։ Տեսեք, չէ։ Ես չեմ ասում, բայց դա իմ աշխատանքն էլ է։ Այսինքն ես աշխատանք եմ կատարում, որի մասին ես տեղեկացվել եմ 20 օր առաջ։ Եվ նոր առաջ գիտեիք, որ նման իրավիճակ չէ, 20 օր առաջ, որ ես այդ նույն աշխատանքը պետք է կատարեմ այլ վայրում։ Ես միայն Սյունիքի պատգամավոր չեմ։ Ես նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների պատգամավոր եմ, բայց ուզում եմ ասել, որ ես միշտ գնում եմ ու հանդիպում եմ քաղաքացիների հետ։ Հովիկ Աղազարյանին կհանձնեք։ Ես չգիտեմ, մենք դեռ որոշում չենք կայացրել, լսում ենք, լսել եմ։ Հիմա որոշում չկայացությունը 10 օր էր բաց դրված էր ազգային ժողովի պաշտոնատար։ Չէ, բայց մենք պետք է լսենք եւ Հովիկ Աղազարյանին եւ այլ պատգամավորներին, ես ֆրակցիայի անդամ եմ ու մենք կքննարկենք, ձեզ կտեղեկացնենք։ SMS դուք ստացել եք Տիկին Ղազարյան, ասում եմ, ինչի համար պետք է SMS ստանամ։ Ոչ, ես դա միանշանակ ասում եմ, որ այդպիսի բան չկա, մենք ֆրակցիայով քննարկելու ենք եւ հետո որոշումը կկայացնենք։ Չէ, գիտեք ինչ, այդտենց որ ասում են SMS-ներ են ուղարկում, չգիտես ինչ են անում, եկեք մի քիչ արդար։ Փաշինյանն էին քանձամբ ասում, որ այո, SMS եմ ուղարկել պաշտոնյաներին հեռացնելու հետ կապված։ Գիտեք ինչ, ես չեմ ստացել, տեսեք, ես չեմ ստացել, երբևէ չեմ ստացել։ Տիկին Ջուլիակյանն ասաց, որ ինքը միշտ իր քվեաթերթիկը նկարում է հիշողության համար։ Չէ, ես վստահում եմ եւ ինձ էլ են վստահում, ես այնպես եմ քվեարկում, ինչպես ես ֆրակցիայում որոշվում է, եթե պետք է դա։ Ձեր խղճի առաջ։ Այո, մենք խոսում ենք, իմ խղճի առաջ ես Հիմա Հովիկ Աղազարյանը ձեր ընկերն է։ Գիտեք ինչ, ինքը իմ քաղաքական գործընկերն է, ոչ թե իմ ընկերն է, հիմա քանի որ ես անդամ եմ քաղաքական, չէ, թիմի, այնպես ինչպես որոշումը կկայացվի, այդպես էլ քննարկվի։ Ինչ խղճով պետք է հետո որոշումից հետո նայ։ Լսեք, մենք արդար ենք որոշելու։ Ես ձեզ ասեմ, այս վրա ոչ մեկը չի ճնշում, էլի, ճիշտ հասկացեք։ Դա կլինի իմ որոշումը, ֆրակցիայի որոշումը կլինի նաև իմը։ Շնորհակալ եմ։